Պարոն Ռուստամյան, փաստորեն այսօրվա քննարկումից պարզ դարձավ, որ իշխանությունը հրաժարվում է նույնիսկ արտահերթ նիստով քննարկել ընդդիմության պահանջները, համատեղ պահանջները։ Ձեր կարծիքով ինչպիսին կարող է լինել ընդդիմության հետագա քայլերը եւ ինչ է կանելու։ Կարծում եմ, որ իհարկե ընդդիմությունը հնարավորություն ունի մյուս քաղաքական ուժերի հետ միասին Այդուամենայնիվ նախաձեռնել արտահերթ նիստի անցկացում եւ քննարկումը արդեն տեղափոխել հրապարակային դարձնել ազգային ժողովի նիստերի դահլիճում առնվազն դա կարող է անել, բայց իհարկե ես թերը հավատեմ, որ քննարկումները եթե տեղի ունեն անել, դա ինչ-որ արդյունք կտա, որովհետեւ դա կախված է նրանից, որ Հանրապետական կուսակցությունը լինելով մեծամասնություն պետք է քվեարկի ինչ-որ նախագծի օգտին, եթե չքվեարկեց չի անցնի։ Ընդդիմությունը առանց մեծամասնության չունի այդ հնարավորությունը քվեարկությամբ հայտարարություն ընդունելու։ Իսկ նա արդեն պարզ է, որ Հանրապետականը դեմ է քվեարկելուն։ Այո, որտեղ իրենք ոչ միայն դեմ են հայտարարության կետերին, որոնք մենք ներկայացրեցինք հիմնական, այլ նաև ըստ էության դեմ են այս ձևով չհամաձայնեցված ձևով նաև արտահերթ նիստի անցկացման։ Պարոն Ռուստամյան, այդ դեպքում արտահերթ նիստի խոստումը ձեր կարծիքով ինչ նպատակ ուներ, սա ուղղակի ինչ էր, թոսփչոցի էր, թե ասենք ընդդիմությանը սիրաշահելու փորձ էր, թե ինչ-որ կոմպլեմենտար քաղաքականության ներկայանալու ձեր գնահատականը ո՞րն է այ իշխանության այդ քայլին, որ ինքը սկզբից խոստացավ քննարկել, հիմա փաստորեն հետ է կանգնում խոստումից։ Արտահերթ նիստի առաջարկը մեր կողմից է եղել, մենք բանակցությունների համար բերել ենք սեղանին ենք դրել մեր առաջարկը, արտահերթ նիստը պետք է ավարտվի ինչ-որ հայտարարությամբ, հակառակ պարագայում որևէ իմաստ չունի, այլ ձև նա չէր կարող ունենալ, որտեղ օրենքի մասին չի խոսքը գնում, մնում է, որ ազգային ժողովը կանոնակարգով ունեցած իր հնարավորությունն օգտագործի հայտարարություն ընդունի։ Եվ այս մեկ շաբաթը գրեթե մենք զբաղված էինք այդ հայտարարության տեքստը համաձայնեցնելու վրա։ Եվ հիմնական այն 3 կետերն էին կառուցվածել, որոնք որ անհրաժեշտ նվազագույնն են մեր կարծիքով, որ եթե դա չի ընկնում հայտարարության հիմքում, իմաստ չունի ընդհանրապես որևէ հայտարարություն ընդունելը։ Եվ այդ բանակցությունները սկսեցին։ Բանակցությունները բավական երկար ժամանակ ընթանում էին տարբեր կետերի վերաբերյալ համաձայնությունների հանգելու ուղղությամբ։ Հիմնական խնդիրը, որ առաջացավ, այն էր, որ իշխանությունները կտրականապես դեմ են արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պահանջին։ Եվ սա մեր սկզբնական տեքստում գրված էր։ Մեր մոտեցումն այն էր, ես նկատի ունեմ դաշնակցության մոտեցումը, որ քանի որ բանակցությունը ենթադրում է կոմպրոմիսներ, մենք պատրաստ ենք գնալ այդ կոմպրոմիսներին, բայց որոշակի շրջանակներում եւ սահմաններում։ Եվ եթե մենք զիջում ենք այդ հարցը արտահերթ նիստի խնդիրը անհապաղ անցկացնելու, բայց մնացած կետերը, 3 կետերը իրականացվում են, դա մենք համարենք, որ այս ստեղծված իրավիճակում այն նվազագույն արդյունքը, որ կարելի է ստանալ, որտեղ անցում նոր խորհրդարանական համակարգի, որից հետո նոր ընտրություններ խորհրդարանի անցկացումը, սա բոլորովին այլ խորհրդարանական ընտրություններ կլինեին, նոր որակով, նոր լիազորություններով խորհրդարանի ընտրություն։ Եվ մենք սրան հակված ենք եւ հիմա կարծում ենք, որ ճիշտը դա է, այսինքն այս 3 կետերը մեկ փաթեթի մեջ իրականացվեն հստակ ժամանակացույցով ճանապարհային քարտեզի համապատասխան ընթացքը համաձայնեցնելով, դա այն արդյունքներ, որը մեր համար կարող էր ընդունելի լինել, բայց դա էլ տեղի չունեցավ։ Հիմա ձեր կարծիքով ինչ է սպասվում, ինչ կլինի, ընդվզումը կավելանա հանրության, թե ընդդիմությունը ինչ քայլեր կանի եւ ինչպիսին կլինի հանրության ընդվզումը այս դեպքում, երբ որևէ հարց քննարկել փաստորեն իշխանությունը չի պատրաստվում եւ ասում է, որ դրանք անհեթեթություններ են առաջարկները, իշխանության ներկայացուցիչը ասաց, որ այդ առաջարկները անհեթեթ են։
Չեմ կարծում անհեթեթ են, առաջարկները դրված էր բանակցությունների հիմքում եւ ես տեսնում եի շատ հստակ հնարավորություն հասնելու որոշակի կոմպրոմիսների, որը բնականաբար կտար ելք ստեղծված վիճակից համատեղ քայլեր կատարելու եւ սա ամենաճիշտ ճանապարհն էր, որպեսզի առճակատման չգնա ընդհանրապես այս ընթացքը։ Ելքը պարզ է, պետք է այս շարժումը թափ հավաքի, ճնշումը մեծանա, որպեսզի իշխանությունները ստիպված լինեն ընդունելու, որ երկրում անհրաժեշտ են արմատական փոփոխություններ հստակ կարճ ժամանակահատվածում։ Պարոն Ռուստամյան, ի վերջո, այ դուք մասնակցում եք այդ քննարկումներին, իշխանությունը ինչ է առաջարկում, որն են իր առաջարկները, ունի առաջարկ։ Իրենք որևէ գրավոր առաջարկություն չեն ներկայացրել, մենք ի տարբերություն իշխանությունների ներկայացրել են գրավոր առաջարկություն։ Որևէ գրավոր առաջարկություն մեզ չի ներկայացվել, բայց ես տպավորությունն եմ փոխանցում, այն ինչ որ ես ունեցել եմ բանակցությունների ժամանակ, որ իշխանությունների համար այդ մի կետը բացարձակապես անընդունելի էր եւ եթե այդ կետը պնդվում է, իրենք ընդհանրապես բանակցությունների հնարավորություն չեն տեսնում։ Իսկ ուրիշ բան փոխարեն առաջարկում են իրենք։ Եվ ես այդ փորձը հենց արեցի ասելու համար, որ որպեսզի մեռյալ կետից շարժվի, մեկ փորձ կատարեցի, որպեսզի փակուղի չմտնի բանակցությունները, ասացի, որ կարելի է մեր կողմից կարծում եմ այդ առաջարկը քննարկվի, որ արտահերթի պահանջ այս պահին կոնկրետ ժամկետներով եթե մենք չենք դնում, բայց ամբողջ փաթեթը 3 կետերից բաղկացած ընդունում ենք, որը ենթադրում է սակայն նոր խորհրդարանի ընտրություն առանց ժամկետը նշելու, համակարգը փոխել, ընտրակարգը փոխել, նոր խորհրդարանի ընտրություն անցկացնել եւ ընդդիմություն իշխանություն միասնական համակարգ ձևավորել, որտեղ ընդդիմությանը վերապահվեն, դա արդեն անհապաղ կարելի է կատարել, վերահսկման եւ հակակշռման հստակ լծակներ։ Սա ես կարծում եմ, որ այդ հնարավորությունը կարելի էր քննարկել, բայց քանի որ դիրքերը այսպես ծայրահեղ կոշտ իրավիճակում գրանցեցին, մոտեցումները բնականաբար բանակցությունները այս պահին մտել են փակում։ Այ օրինակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում էր, որ Սերժ Սարգսյանն էլ է առաջարկություններ ներկայացրել Ռաֆֆի Հովհաննիսյանին, այդ առաջարկությունից որևէ մեկը չի քննարկում իշխանությունը այսօր։ Մենք չգիտենք այդտեղ ինչ առաջարկություններ ներկայացվել, մենք նման առաջարկ չենք ստացել իշխանությունների կողմից, քննարկումը եղել է մեր այս 3 կետերի տրամաբանության շուրջ։